Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում այսօր տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Ալիևի եւ Էրդողանի հանդիպումը։ Այս կադրերը, որոնք հենց Նիկոլ Փաշինյանն է տարածում իր Facebook-յան էջում, տպավորություն են ստեղծում, կարծես վաղի մի ընկերները ուղակի սուրճ են ըմպում եւ ինչ-որ լավ բանի մասին են զրուցում։ Իսկ մինչ Ալբանիայում տեղի է ունենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որը մեկնարկել էր 2022 թվականին Պրահայում, Հայաստանում դպրոցներում իրավիճակը շատ մտահոգիչ է։ Միտեղ բուլինգի են ենթարկում ուսուցչին պատմության մեղադրելով նրան թրքասիրության մեջ, հետո այդ երեխաներին անվանում են անդաստիրակ ծնողների հետ միասին, իսկ մյուս վայրում հենց 4-րդ դասարանի դասարանցիները պարզվում է նստած են ասեղի վրա եւ լրագրողների նկատմամբ շարունակվում են քրեական հետապնդումները։ Ողջույն սիրելի բարեկամներ, այս հիմնական թեմաների մասին ենք այսօր խոսելու։ Չեմ ուզում պարզապես նորությունների մասին զրուցենք, այլ ինչպես իմ ալիքում ընդունված է, ավանդաբար մի հատ տեսնենք ինչը ինչից սկսվում է եւ ուր է տանում։ Ալբանիայի հետ կապված, ինչպես նշեցի, 22 թվականին Ֆրանսիայի նախագահի գաղափարով, Մակրոնի գաղափարով Պրահայում հանդիպում են ունենում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողով, որտեղ ըստ որոշ բնութագրությունների հիմնականում ասում են հակառուսական ծրագիր է մշակվում կամ նոր Եվրոպայի իբրև թե խաղաղ համակեցության ձևավորման համար։ Իրականում այդտեղ հենց սկսվեց Ադրբեջանին Արցախը հանձնելու գործընթացը, ինչպես հայտնի է, հենց Պրահայում Նիկոլ Փաշինյանը գնաց եւ հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Հիմա նա մասնակցում է, բայց մենք չգիտենք թե ինչ են զրուցում, միայն կադրերն ենք տեսնում, որտեղ առանց ձայն է Ալիևի հետ սկզբում, հետո Էրդողանի եւ իհարկե տրամադրությունը եւ Նիկոլ Փաշինյանի եւ իր շրջապատի, այդ թվում Արարատ Միրզոյանի, որը մեր երկրում արտաքին գործերի նախարարի պաշտոնն է ստանձնել, եւ բոլորը, ովքեր գնացել են Նիկոլ Փաշինյանի հետ, այսինքն Հայաստանի Հանրապետության կողմից այդ հանդիպմանը։ Իսկ հետո մենք ուրիշ ալիքներից, որոնք հիմնական թուրքական ալիքներն են կամ ադրբեջանական, իմանում ենք, որ փոքրիկ բլից հարցազրույցներ է տվել Նիկոլ Փաշինյանը հարցերի մեջ, որոնք հնչեցվել են ադրբեջանցի եւ թուրք լրագրողների կողմից, իհարկե Հայաստանի սահմանադրությունը փոխելու հետ է կապված, սահմանազատման եւ խաղաղություն կնքելու վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը այդ հարցազրույցներում բացատրում է, որ իբրև թե մենք ամեն բան արել ենք, բոլոր կետերը, որոնք նախնական պայմանավորվել էինք, կատարել ենք եւ ասում է իբրև Ադրբեջանը իր սահմանադրությունը եւս պետք է վերանահի։ Նախկինում նա այդպես չէր խոսում։ Իդեպ հիմա մի քիչ ուրիշ ձև է խոսում։ Եվ ասում է, կապ չունի, մեկ է, պետք է սկզբում հենց խաղաղության պայմանագիրը կնքել, նոր մնացած հարցերը կխոսենք։ Լրագրողը նորից հարց է տալիս, ասում է, բայց դուք ինչու եք ասում, որ մենք Հայաստանի նկատմամբ ինչ որ նոր տարածքային հավակնություններ ունենք, նման բան չկա։ Նիկոլ Փաշինյանը ասում է, դե որ չկա, ավելի լավ, բայց նախորդիվ այն ինչ որ ասվել էր, հնչեցվել էր, շատ է զարմացնում եւ մտահոգում է ուրիշ մեկ այլ բան, երբ որ Մինսկի խմբի մասին է հարցը տրվում, այսինքն որ պետք չունի այլևս այդ ձևաչափով կոնֆլիկտի լուծման խնդիրը ծավալել եւ ինչու դուք Հայաստանը չի սկսում այդ խմբի լուծարումը։ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ գիտեք, մենք պատրաստ ենք ամեն ինչը, բայց այստեղ ուրեմն առանցքայինն այն է, որ ոչ մեկ որպես միջնորդ չի հանդիսանում այս եւ հանդիպումների եւ բանակցությունների միջև, ոչ ռուսները, պարզը Մինսկի խումբը չէ։ Եթե մենք մտածենք, որ Նիկոլ Փաշինյանը ռուսների գլխից թռավ եւ ռուսներին որոշ
դեպքերում էլ երևի ձեռք էր տալիս, որ դուք ինքներդ մեղադրեք, տեսեք, որ անընդհատ մեզ եք մեղադրում, բայց հենց ձեր ղեկավարությունն է անմիջական Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցում։ Եվ իդեպ այդտեղ կադրեր են ցույց տալի, ոնց որ տպավորություն ստեղծվի, թե Էրդողանը ասում է, հա, ոնց է ձեր գործերը, Ղարաբաղը տվեցիր, ապրես, լավ արեցիր, հիմա շարունակի, այն ինչ որ, այսինքն Թուրքիան շարունակ տարիներ շարունակ ցանկացել էր, իրագործեց Նիկոլ Փաշինյանը։ Ցեղասպանության հարցի, ուրացման սահմանադրության փոփոխության հարցերը դրվեց եւ Նիկոլ Փաշինյանը նաեւ բացատրում է, որ մեզ պետք է այսպես անել, դա ժամանակի հարց է, ազգային ժողովով մենք այդ հարցերը կլուծենք, այսինքն սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելու հետ կապված։ Հիմա, եթե նույնիսկ այդ խաղաղության պայմանագիրը կնքեն, թեպետ հասկանալի է, որ Ալիևը չի ուզում, ինքը չի ուզում այդ պայմանագիրը կնքել, այլապես այսպես ձգձգելու իմաստը տրամաբանություն չունի։ У нас пока нет проекта по новой конституции, но мы проанализировали нашу конституцию, и мы знаем вопросы, которые поднимает Азербайджан. И очевидно, что и согласно де юре, согласно решению нашего Конституционного суда, в нашем действующем Конституции нет никаких территориальных претензий к нашим соседям. Это уже юридически констатированный факт, и это очень важно. И хочу еще отметить следующее. Вы знаете, что, то есть очевидно, что Азербайджан поднимает два вопроса для подписания мирного соглашения между Азербайджаном и Арменией. Один вопрос связан с распуском Минской группы ОБСЕ. И мы говорим, что в общем эта повестка для нас приемлема, и мы хотим убедиться, что желание Азербайджана не, можно так сказать, не закрыть конфликт на своей территории и экспортировать конфликт на территорию Республики Армении, и для этого есть решение. То решение, которое мы предлагаем, следующее: подписать мирное соглашение и обращение к ОБСЕ о распуске Минской группы ОБСЕ одновременно, то есть в одном и том же месте, в одно и то же время, которое очень важно. И это будет очень важным жестом обоюдным для доверия и стабильности в нашем регионе. Есть еще вопрос, связанный с Конституцией, я об этом уже говорил. И я хочу отметить, что уже в согласованном тексте мирного соглашения между Арменией и Азербайджаном там очень ясно и четко расписано, что Армения и Азербайджан признают территориальную целостность и суверенитет друг друга на основе территории, на основе Ալմատինской декларации. Ուրեմն ինչն է կարևոր այս հարցադրումներում, հարց ու պատասխանում ադրբեջանցի լրագրողի եւ Նիկոլ Փաշինյանի միջև։ Այն, որ ոչ միտեղ չի նշվում, որ որևիցե երաշխավորող կա։ Այսինքն բանակցությունները, ինչպես Նիկոլ Փաշինյանը սկզբից իր կետից, զրոյական կետից սկսեց, այնպես էլ կոպիտ ասած, թռավ ռուսների գլխից եւ հենց ուղիղ կապեր հաստատեց Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։
Ավելին ասեմ, եվրոպական այդ ձևաչափերով իբրև թե դեպի Եվրոպա են գտնում եւ Պրահայում 22 թվականին գնում է հայտարարում է Արցախը Ադրբեջանի կազմում ու անընդհատ նշում իբրև թե Ալմատի հռչակագրով կարելի է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև սահմաններ գծել, սահմանազատում անել, բայց քանիցս ասել ենք, որ Ալմաթայի հռչակագիրը ընդհանրապես դրա մասին չի, այլ սովետական միության լուծարման մասին է, եւ այնտեղ Ադրբեջանը սկզբում նույնիսկ ընդհանրապես որևիցե կապ չուներ։ Եվ եթե լուծարվում է Մինսկի խմբի այդ ձևաչափը, որտեղ ներկայացված էին եւ Ռուսաստանը, եւ Ֆրանսիան, եւ Ամերիկան, ինչ է տեղի ունենում։ Տեղի ունենում այն, ինչ որ Թուրքիան տարիներով ցանկանում էր, որ սկզբում Արցախյան հիմնախնդրում ինքը ունենա իր դերակատարությունը եւ հարցը լուծվի Ադրբեջանի համար շահեկան, բայց այդ этаպը մենք անցանք, Արցախը ճանաչվեց, դատարկվեց սկզբից, հանձնվեց փաստացի հենց Նիկոլ Փաշինյանի ձեռքով Ադրբեջանին։ Հիմա թե ինչ են քննարկում, իբրև խաղաղության պայմանագիր, բայց խաղաղության պայմանագիրը պետք է ունենա գոնե միջնորդներ, այսինքն երաշխավորողներ։ Այստեղ եթե Թուրքիան է երաշխավորում, այսինքն իր վաղեմի ցանկությունը, որ մեր բոլոր հարցերում մասնակից լինի, այն որ ցեղասպանության հարցն է ուրացվում, հենց այնպես չի արվում։ Մի խոսքով քայլ առ քայլ բերեցին մեզ հասցրեցին այսօրվան, երբ Արցախը այլևս մերը չէ եւ Հայաստանի անկախությունը վտանգված է։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում գոռում, գոչում է, վիրավորում է ընդդիմությանը, սպառնում է ԱԱԾ-ով, հետո գնում է այդ ադրբեջանցի շուկայականի կեպկայով դրսերը եւ ներկայանում ոչ հայկական տեսքով, էլ չեմ ասում իր ծրագիրը հայանպաստ չեն եւ համաձայնվում է, ասում է այո, Մինսկի խումբը պետքա ցրենք, այո, մենք սահմանադրությունը փոխելու ենք, ասա Էրդողան ձյաձյա կամ պապիկ, ասա եղբայր Ալիև, էլ ինչ անենք եւ անընդհատ խաղաղության դրոշակ է վերցնում։ Իհարկե պարզունակ բան պետք է ասեմ, բայց այդպիսի խաղաղության օրակարգ չի կարող լինել, պարզապես չի կարող, ուղղակի մենք կործանման ռելսերի վրա ենք, արագընթաց իդեպ։ Մերձավանի միջնակարգ դպրոցում, որտեղ արտակարգ իրավիճակ է ստեղծվել, աշակերտները եւ կոլեկտիվը դասադուլ են որոշել հայտարարել, քանի որ ըստ լրատվամիջոցին մեզ հասած ահազանգի պատմության ուսուցիչը վատ վերաբերմունք է դրսևորել աշակերտների եւ գործընկերների հանդեպ, մասնավորապես մեզ ահազանգել են, որ պատմության ուսուցիչը դասերի ընթացքում աշակերտների հետ զրույցում վատաբանել է մինչև իրեն դասավանդածներին, ասել է ձեզ բան չեն սովորեցրել եւ այլն, այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ փոխտնօրենին, տնօրենին առողջական վնաս է պատճառել, շտապօգնություն են կանչել։ Մեր երկրում նաև դպրոցական կրթական ոլորտում իրադարձություններ են կատարում, որոնք պարսավելի են։ Մերձավանի դպրոցի դեպքերը երևի գիտեք, արդեն նորություն չի, բայց ինձ գիտեք լարեց, այնտեղ ուսուցչուհուն իբր բուլինգ են անում, այսինքն մի խումբ անձինք, երբ մեկ մարդուն նվաստացնում են, այստեղ ուսուցիչներից եւ ծնողներից, երեխաների հետ բողոքում են մեկ ուսուցչու, պատմության ուսուցչու դեմ էին խոսում, ասում էին, որ ինքը թրքասեր է, որ արցախցիներին թուրք է անվանում, նույնիսկ հենց բոլոր երեխաներին վիրավորում է։ Սկսեմ, ասեմ, ուրեմն այն օրը դասի ժամանակ ինքը իր աթոռը վերցրեց, տալավ կծրեց պատին, պատի վրա հենվեց, սեղանը քաշեցիք ձեզ, ասեցիք ես այնքան դասը չեմ պատմելու, միջև այս դասի ավարտվելը։ Հա, միջև լռեք չէ, դուք միշտ ասել եք, գնում հետ եք կպնում ու սենց եք անում, ծամոն եք ծամում, այն օրը ասում եք ընկեր Դավթյան, որ դուք հիվանդ չեք, բայց այն օրը ծնողական ժողովի ժամանակ դուք ասում եք
դուք դուրը փակել եք իմ վրա, դուք չեք թողում գնամ հաց ուտեմ, խնդրում եմ, իմ փորը ցավում է, այսպես դուք ձեր փորը բռնած, ես այնտեղ եմ եղել, ասում եք ես սոված եմ, դուրը բացեք գնամ հաց ուտեմ, ծամուն եք ծամում, դուք ձեր կյանքի մանրամասներն եք պատմում, ձեր բումաժնիկը բացել եք, ցույց եք տալի, ասում եք, նայեք ես գումար չունեմ, ասում եք, իմ վարկը պետք է հաստատվի, դե ես գումար չունեմ, իմ աշխատավարձը քիչ եք տալի, ասում է, որ այդ ինչ ցեղասպանություն էր, ոչ մի ցեղասպանության մասին էլ մի խոսեք, բայց ձեզ ծանոթ չի այդ ձևաչափը։ Եվ գիտեք, իմ ուշադրությունը գրավեց մի դրվագ, որտեղ հարց են տալիս աշակերտները, ասում են, ընկեր Դավթյան, այդպիսի բան ինչի չեք ասի, ասում է, գիտեք, ես պատմում էի կովկասյան թաթարների մասին եւ այդ դրվագում մեջբերում արեցի, որ ցարական Ռուսաստանը իրար դեմ էր հանում հայերին եւ կովկասյան թաթարներին, որոնք հիմա ադրբեջանցիներ են։ Ու ասում է, վատ կամ լավ ազգեր չկան, կամ լավ մարդիկ են, կամ վատ մարդիկ։ Օրինակ Մոսկվայում կարող են լավ ադրբեջանցիներ լինել։ Դասը անցնում էինք հայ թաթարական ընդհարումներ 20-րդ դարաշրջանի, որը կազմակերպվում էր ցարական կառավարության կողմից, այսինքն Կովկասի թաթարներ, ներկայիս ադրբեջանցիները եւ հայերին, որտեղ շերտ ընդմեջ ապրում էին, լարում էին իրար դեմ, բորբոքում էին ազգամիջյան կռիվներ եւ դրա մասին էր դասը։ Ես կապեցի մեր օրերի հետ եւ ասեցի, որ չկա այդպիսի ազգ, որ չունենա լավն էլ, վատն էլ։ Ու այդպես չի, որ այո, դա չի նշանակում, որ նա ադրբեջանցի է, Ռուսաստանում է, ուրեմն ինքը վատն է, որ կա մեր հայերի մեջ էլ կան թուրքան նման հայեր։ Եվ դրանից հետո ոչ թե իրան են պատասխանատվության ենթարկում, այլ ուղղակի տնօրենի հեռացնում աշխատանքից։ Երևի նորություն չեմ ասի, բայց դաստիարակությունը առաջին հերթին եւ ընտանիքից է գալիս, այդտեղ ես չտեսա, որ ծնողները անդաստիրակ լինեին, նույնիսկ գիտեք, ասում են երեխան գալիս է, ասում է, չէ, ինքը լավ առարկան գիտի, բայց վարքային առումով նա վիրավորում է երեխաներին եւ անընդհատ նշում իր թրքասիրությունը, այդ բառը անընդհատ օգտագործում են եւ ցեղասպանության ուրանալու պահը նաեւ, որը որոշ մասով ընկեր Դավթյանը, պատմության ուսուցիչը, հերքում է, որոշ մասով որ լսում եք, ինքը չի հերքում, այլ հակառակը հաստատում է, որ նման բան ասել է, ուղղակի ձևակերպումները ուրիշ են։ Սա շատ խորքային հարց է։ Շատերը մեկնաբանությունների մեջ հենց այս ուսուցչին սատար կանգնեցին, բայց ասում են, որ այնքան անորակ սքեթչ չէր, սերիալներ, ֆիլմեր ցուցադրեցիք, սոցցանցերից երեխաները օգտվում են, դարձել են անդաստիրակ։ Այո, դա կա, բայց ավելի վատ բան է հիմա կատարվում դպրոցներում թմրանյութերի հետ կապված։ Այս մերձավանից անցում կատարեմ։ Վերջերս Արարատի մարզի Մղճյան գյուղի դպրոցում տեղի ունեցած ծաղմակահարույց դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Օրեր առաջ ըստ լուրերի բարձր դասարանի աշակերտներից մի քանիսը տղաներ դպրոցի զուգարանում կապ կպել են 4-րդ դասարանի 2 աշակերտի եւ ստիպողաբար թմրանյութ տվել նրանց, որից հետո երեխաների մոտ կախվածություն է առաջացել։ Սկսել են տնից անգամ գումար գողանալ կրկին նույն աշակերտներից թմրանյութ գնելու նպատակով։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ 4 անձի նկատմամբ դեպքով հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 1 հոգի էլ ձերբակալված է։ Դպրոցի տնօրեն Քաղցրիկ Մաթևոսյանը հրաժարվել է մեկնաբանել իր դպրոցում տեղի ունեցած դեպքը։ Իրավական գործընթաց է տեղի ունենում, մեր թղթակցի հարցինի պատասխան ասել է տնօրենն ու անջատել զանգը։ Այս մասին, այս թմրանյութերի հետ կապված բազմիցս խոսել ենք, բայց մենք հստակ իրավապահներից վիճակագրություն չենք տեսել, իրենց կողմից քայլեր չենք տեսել։ Հա, հիմա ասում են, որ կարող է ինչ-որ մի օրինագիծ ընդունեն, որ դպրոցներում պարտադիր պետք է ստուգեն, պայուսակները եւ այլն, բայց դա կօգնի։
Այո, մենք ունենք նաև խնդիր դպրոցներում անվտանգության ստանդարտի ապահովման, այն ինչ խոսել է երեք նախարարի տեղակալը, դա դպրոցների անվտանգության ստանդարտի մեր քննարկումների մի բաղադրիչն է ընդամենը։ Դրանով մենք նպատակ ունենք կարգավորելու դպրոցներում ելումուտը, որովհետև հատկապես խոշոր դպրոցներում եւ հատկապես ավագ դպրոցներում, որտեղ դեռահասության տարիք ունեցող երեխաներն են, մենք ունենք ավելի լուրջ ռիսկեր։ Այստեղ մեզ անհանգստացնում է ոչ միայն թմրանյութեր, թմրամիջոցները, այլև անհանգստացնում են օրինակ դանակի գործադրմամբ կամ այլ միջոցներով տարբեր միջադեպերը եւ նաեւ այս դպրոցների ելումուտը վերահսկելու եւ կարգավորելու խնդիր ունենք, այսինքն սա առանձին խնդիր է, որն ուղղված է դպրոցների ելումուտի կարգավորմանը, ինչ վերաբերում է բուն ուրեմն թմրանյութերի եւ թմրամիջոցների հետ կապված խնդիրներին, կարծեմ վերջերս ներքին գործերի նախարարն էլ այս մասին խոսեց ազգային ժողովում համապատասխան հարցի արձագանքելով, որ մենք քննարկում ենք հնարավոր ուրեմն թեստավորման տարբերակը, հիմա միասին փորձում ենք հասկանալ ինչ եղանակով դա կարող է իրականացվել, հաշվի առնելով թե անձնական տվյալների հետ կապված հարցերը, թե բավականին հասկանում եք, որ զգայուն եւ նուրբ, բայց մյուս կողմից էլ մեր երեխաների առողջության ու անվտանգությանը առնչվող շատ կարևոր հարց է ու առաջիկայում կարծում եմ մենք ընդունելի տարբերակը կգտնենք այս բոլոր խնդիրները հաշվի առնելով, մի բան կարող եմ ասել, այնինչ տեղի է ունեցել չպիտի կրկնվի եւ մենք ամեն ինչ պիտի անենք, որ դա չկրկնվի։ Նախ երևի գոյություն ունեն արդեն համակարգեր, որ դպրոցում նման երևույթների դեմ պայքար լինի։ Հետո հիմա արդեն սինթետիկ թմրանյութեր են օգտագործում, ինչը արդեն այնպիսի կախվածության մեջ է գցում, որ դրանից ազատվել անհնար է, շատ մտահոգիչ բան է։ Եվ դրա վրա մեկբերևի պետք է ընդհանուր ուժերով եւ ծնողներով եւ հասարակության միջոցով այս հարցը լուծենք։ Եվ վերջին թեման, ինչի մասին այսօր ուզում էի խոսել, լրագրողների հետ է կապված, հիշում եք Լիլիթ Աղեկյանի կալանավորումը գիշերազգեստով եւ հիմա էլ քրեական վարույթ են սկսել մի այլ լրագրողի, որը 4 տարի առաջ լուսաբանել է հայտնի Սյունյաց ողջույնի դեպքերը, երբ հիշում եք Նիկոլ Փաշինյանը գնացել էր Մեղրի տարածաշրջան, ագարակում իրան ողջունել էին։ Այդ լրագրողը, որը լուսաբանել էր եւ սուր հարցեր էր տվել Զանգեզուրի միջանցքի հետ կապված, Անուշ Միրզոյանն է, որը երեք հայտնվել էր դատարանում։ Հետո կվերադառնամ գործունեության որ ժամանակահատվածի մասին է խոսքը եւ մեղադրանքի մեջ ինչ են գրել, ինչ հիմքով։ Լիա ջան, այս բան, քանի որ նախաքննությամբ ես չեմ կարող շատ հստակ մանրամասներ ասել, տարիներ առաջվա տեղ ունեցած առաջվա քննչականը արդեն ասել է ձեզ մեղադրում են զանգվածային անկարգությունները կազմակերպելուն, օժանդակելու մեջ, այս առումով ինչ կարող եք ասել։ Փաստորեն ստացվում է, եթե դուք այդ իրադարձությունը լուսաբանում եք, ցույց եք տալիս, թե ինչպես են ողջունում Նիկոլ Փաշինյանին, դուք դրան օժանդակում եք։ Ես նման եմ, չգիտեմ, անկարգություն, խուլիգանություն կազմակերպողի։ Իհարկե այս ամենը ես որակում եմ միայն զավեշ, չգիտեմ, առավոտվանից եմ որ սոցիալացած ման եմ գալիս։ Արագ ստացվեց, երբ է առաջադրվել, ոնց իմացաք, այսինքն մենք բոլորս չգիտենք, որ ինչ-որ գործ կա, որով դուք անցնում եք։ Ես էլ եմ իհարկե վերջերս իմացել այս ամեն ինչի մասին, այն որ լրագրողները թիրախում են Անի ջան, դուք եւս շատ եք եղել Սյունիքում, եղել եք Իրանցում, ձեզ նույնպես քաշքշել են Լիա ջան, դուք եւս, այսինքն այս ամեն ինչը մեզ համար նորություն չի, այս իշխանությունների օրոք այս ամեն ինչը մեզ համար նորություն չի, եւ հույս ունենանք, որ չգիտեմ, թող ինձանով սահմանափակվի, թող լրագրողները իսկապես ազատ աշխատանք ունենան, ինչի մասին մենք այս վերջին շրջանում շատ խոսում ենք։ Վերջին հարցազրույցում Ալեն Սիմոնյանը հիշել էր այդ օրը եւ ասել էր լրագրողներից մեկը Փաշինյանը ձեզ փորձել է օգնել, ինչ-որ ոտք եք ունեցել եւ ձեր անունը իհարկե չի տրվել, բայց այդտեղ քանի որ դուք եք եղել, դրա համար եմ ասում, Ալեն Սիմոնյանը հենց ձեզ է Եթե նկատի ուներ այն հայտնի դեպքը, երբ ես փորձում էի Զանգեզուրի միջանցքի հետ կապված հարցեր բարձրաձայնել, այդ ճանապարհը որ պետք է տրվի, ինչ կարգավիճակով ա լինելու, ով ա վերահսկել այդ ճանապարհը։
Դուք եք հրամանտվել ուժային կառույցներին Սյունիքի ազատել աշխատանքից։ Բայց ինչի եք թողնում։ Բայց ինչի մեկտաբանություն չի տրվում ի վերջո Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ։ Ալիևը սպառնում է պատերազմով։ Այդ միջանցքը ի վերջո միջանցքա թե ճանապարհ։ Ով է վերահսկելու այդ ճանապարհը։ Տիկաները փորձում են սադրել եւ բացել Փաշինյանի առաջը, որովհետեւ նա ուզում է հրապարակ գնալ, իսկ ինչպես տեսնում ենք մեղրին բանկարկում է Նիկոլ Դավաճան, Նիկոլ Թուրք, նրանք դուրս են ուզում հանել վարչապետին կապիտուլյացիա ստորագրելուց հետո։ Նրանք այո մտավախություն ունեն, որ հենց այդ ճանապարհը, որ պետք է տրվի Ադրբեջանին, անցնելու է մեղրիով։ Նիկոլ Փաշինյանին այդ հարցերը անպատասխան էին մնում, երբ այլ հարցեր եւս ուզում տալ այդ ժամանակ Մանե Գևորգյանը մոտեցավ, ասեց այն հեռուստաընկերություններում, որտեղ դուք աշխատում եք, երբ որ այդտեղից դուրս գաք, ինքը նոր ձեր հարցին կպատասխանի, հետո ինչ որ sense քաշքշուկ ստեղծվեց, ինչի հետևանքով արդյունքում ես ընկա, Նիկոլ Փաշինյանը մոտեցավ, ես նաեւ բացի լրագրողից, ընդմիջեմ, բացի լրագրողից ես նաեւ կարող եմ ունենալ ներքին համոզմունքներ ունենալ հայացքներ եւ կարող եմ մարդկանց նաեւ թույլ չտալ որ ինձ մոտենան Նիկոլ Փաշինյանը բացառություն չէր ես թույլ չեմ տվել իրեն որ ինձ օգնի հավանաբար այդ դեպքի մասին է խոսում իսկ մտավախություն չկա որ ոչ միայն դրա այսինքն դա է եղել հիմքը բայց այն որ դուք նաեւ սրբազան պայքարը ակտիվ լուսաբանող եք նաեւ դա լինի Կամավորության սկզբունքով այո ես նաև ակտիվ սրբազան պայքար եմ լուսաբանել եւ նաև մտածում եմ որ գուցե առհասարակ Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին դեմ լինելը Հայաստանի վերաբերյալ էլ չխոսենք մեր հայկական երկրորդ հանրապետության Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ իրադարձությունները ինչին որ ես որպես հայ որպես քաղաքացի դեմ եմ եւ նաեւ ասում են որպես հա դեմ լրագրողներ եւ այլն դա սա նաեւ դրանով է ինչ որ գուցե եւ պայմանավորված որ ճակատեն սև լճում, ներքին հանդիում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, մտահոգի, ճզիջումների վերաբերյալ առաջին հանդիպումը ձեր ռեպորտաժներից է տեղեկացել, այդ ռեպորտաժների ընթացքում ձեզ նաև կարծեմ երկու դեպքով բերման են ենթարկել, մեկը հստակ հիշում է ներքին հանդի ժամանակ, այսինքն նոր չէ, որ այս իշխանությունների թիրախում եք հայտնում եք Ես կարծում եմ Անի ջան շատ ճիշտ եք նկատել դու եւս դրան շատ մեծ մասնակից ես եղել ես ուղղակի մի հարց ունեմ օրինակ ես իհարկե ոչ մեկին չեմ ուզում թիրախավորել բայց դեպքեր եղան երբ մենք տարբեր մեր իշխանական լրատվականներից օրինակ տեսանք որ գալիս են եւ ասում են օրինակ կապան ճակատենը անվտանգ է եւ այլն եւ հաջորդ օրը մենք անմիջապես գնում ենք հանձնում ենք լուսաբանում ուզում հասկանամ ինչ նախնդիրը որ այն մարդիկ ովքեր ռոպագանդա են անում որ ամեն ինչ մենակ չի հանձնվելու այդ օրինակ սուտ լուր տարածելու համար այդ մարդիկ չգիտեմ օրինակ չեն կանչվում վկա չեն իրու միջոցգործի կամ մեղադրանք չի առաջադրվում լուսաբանել եմ առաջինը եւ որքան առողջությունս որքան կամքս որքան էմոցիոնալ դաշտս ցույց է տալիս ես փորձելու եմ լուսաբանել եւ լինել այնտեղ որտեղ անհրաժեշտություն է ուղղակի լինելը որովհետեւ սա պատմություն է վատ իմաստով է պատմություն Դատարանը պետք է որոշեր իրեն կալանավորի թե ոչ չէ չկալանավորեցին բայց այնուամենայնիվ գործը մնաց Ինձ մոտ հարցեր է ծագում նախ վաղենմության ման չկա հետո ինչու են հիմա հիշել ինչու են լրագրողների դեմ մեր իշխանությունները նորից սրվել Հասկանալի է որ մեր իշխանությունները ջղաձգումների մեջ են եւ հատկապես արդարություն փնտրող լրագրողներին ուզում են ճնշել բռնաճնշել բայց հետաքրքիր է օրինակ նույն եվրոպաները կարձագանք են շատ པարզ երևում է որ Նիկոլ Փաշինյանը կամ իրենց ձեռք է տալի կամ էլ իրանից ձեռք են քաշել գնա ինչ ուզում ես արա մենք քո երկրից ոչ մի կապ ոչ մի գործ չունենք այսքանը ստեսություն կհանդիպենք